Հաղորդման գործընկեր Յասաման ռեստորան։ Ավելորդ քաշից ազատվելու համար մարդիկ հեշտ տարբերակներ են փնտրում եւ գտնում նիհարեցնող ներարկումներ, սննդային հավելումներ, թեյեր, ընդհանուր մինչև ստամոքսի վիրահատություն։ Իսկ որքանով են սրանք արդյունավետ, ունեցուցված եւ ինչ կողմնակի ազդեցություններ ունեն։ Ինչքան հրաշք ձևով նրանք կօգնեն, որ մենք արագ քաշ կորցնենք, նույն կերպ հրաշք ձևով կօգնեն, որ մենք մեր կորցրած քաշը հետ բերենք, երբ որ դադարեցնենք դրանց ընդունումը։ Եկեք խոսենք Օզեմպիկի եւ մյուսների մասին։ Սրանք նիհարելու հեշտ միջոցներ են, թե վտանգավոր փորձ։ Եթե ավելորդ ճարպային զանգված չունեցող մարդը որոշում է կայացրել 2-3 կիլոգրամի համար ստանալ Օզեմպիկ, դա վատագույն գաղափարն է, որ կարող է ծնվել նրա ուղեղում, որովհետև կարող է մկանային զանգվածը քայքայվել այս դեպքում։ Մարդիկ նախընտրում են բադեր, սննդային հավելումներ ընդունել։ Շատ հաճախ սննդային հավելումների տուփի վրա կամ ներդիր թերթիկում գրված բաղադրությունը չի համապատասխանում սննդային հավելումի իրական բաղադրիչներին։ Այդ պատճառով մենք կարող ենք ունենալ այնպիսի կողմնակի էֆեկտներ, ինչպիսիք են տոքսիկ հեպատիտը, լյարդի լուրջ վնասումը։ Ինչ կասեք թեյերի մասին, որոնք ազատ վաճառվում են դեղատներում տարիներ շարունակ։ Դետոքս հյութերը իրականում մեծ միֆ է, որովհետև մեր օրգանիզմը ունի հզոր դետոքս համակարգ՝ լյարդ, երիկամ, մաշկ։ Եթե մենք չխանգարենք մեր լյարդի երիկամի մաշկի գործունեությանը, մեր օրգանիզմն իր դետոքսի գործը կանի։ Հաղորդման գործընկեր Elson Salon Studio։ Դուք դիտում եք միֆեր առողջության մասին հաղորդումը բարև ձեզ։ Ավելորդ քաշից ազատվելու համար մարդիկ հեշտ տարբերակներ են փնտրում եւ գտնում նիհարեցնող ներարկումներ, սննդային հավելումներ, թեյեր, ընդհանուր մինչև ստամոքսի վիրահատություն։ Իսկ որքանով են սրանք արդյունավետ, ունեցուցված եւ ինչ կողմնակի ազդեցություններ ունեն։ Թեմայի վերաբերյալ կզրուցենք էնդոկրինոլոգ Ագնեսա Ավետիքյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Նիհարելու թեման շատերին է մտահոգում եւ մարդիկ փնտրում են հեշտ տարբերակներ, միայն թե չգնան մարզասրահ, չհրաժարվեն իրենց սիրելի ուտելիքից եւ այսպիսով ով փնտրում է նա գտնում է, պահանջարկը բերում է առաջարկ, բժշկուհի ասենք կան հրաշք միջոցներ, որոնք կօգնեն ազատվել ավելորդ կիլոգրամներից հեշտ տարբերակով, չվնասելով առողջությանը։ Ոնց որ նշեցիք հրաշք միջոցներ ասենք, ճակերտների մեջ ասենք այդ հրաշք միջոցներ, որտեղ ինչքան հրաշք ձևով նրանք կօգնեն, որ մենք արագ քաշ կորցնենք, նույն կերպ հրաշք ձևով կօգնեն, որ մենք մեր կորցրած քաշը հետ բերենք, երբ որ դադարեցնենք դրանց ընդունումը։ Ավելորդ քաշի կորցնելու հիմքում միշտ ընկած է եղել կալորիաների դեֆիցիտը։ Եթե սնվենք առողջ, բալանսավորված, պահենք մեր ֆիզիկական ակտիվությունը, բավարար չափով քնենք, որակյալ քուն ունենանք, մենք կկարողանանք դանդաղ կերպով, բայց առողջ կերպով քաշ նվազեցնել։ Իսկ այդ միջոցների մասին ասեմ, որ շատ շուկայում բազմազան են սննդային հավելումներ, թեյեր, նույնիսկ շատերի մասին տեղեկանում ենք մեր պացիենտներից, որովհետև դա բժշկական ոլորտում հասանելի չէ բժիշկներին, դա մասնագիտական խնդիր չէ, որ մենք դրա մասին տեղեկանանք, ապացուցողական բժշկությունը չի ընդունում դրանք։ Իսկ տեղորայքներից շատ տարածում ունեն ներարկումների միջոցով նիհարելու միջոցները, որոնք ունեն ինչպես ցանկացած տեղորայք, ունեն իրենց ցուցումները եւ հակացուցումները։ Այո, մարդիկ լսել են նիհարեցնող միջոցների մասին եւ տևական ժամանակ է, որ փորձում են իրենց մաշկի վրա, այսպես ասենք, քանի որ համաշխարհային աստղերը օրինակ են եւ բավականին տարածված մեծ համբավ վայելեց։ Եկեք խոսենք Օզեմպիկի եւ մյուսների մասին։ Սրանք նիհարելու հեշտ միջոցներ են, թե վտանգավոր փորձ։ Ինչպես նշեցի, ինչպես ցանկացած տեղորայք, այնպես էլ Օզեմպիկը եւ իր անալոգները ունեն ցուցումներ եւ հակացուցումներ։ Այդ ցուցումները պետք է որոշի բժիշկը, ոչ թե անհատը, որովհետեւ շատ հաճախ գալիս են ավելորդ քաշ ունեցողները, որտեղ չունեն ճարպակալում, որոշում են, որ 2-3 կիլոգրամ են ուզում կորցնել Օզեմպիկի միջոցով, հետո իրենք կհետևեն, որ այդ 2-3 կիլոգրամը չավելանա։ Պետք է նշենք, որ Օզեմպիկը, եթե չկա բավարար ճարպային զանգված նվազեցնելու համար, աշխատելու է մկանային զանգվածի վրա ու ունենալու ենք մկանների կորուստ։ Դրա համար չի կարելի դիմել ռիսկի եւ առանց բժշկի հետ խորհրդակցելու օգտագործել այդ պրեպարատները։ Իհարկե դրանք շատ լավ պրեպարատներ են եւ պետք չի ֆիքսվել այն խոսակցությունների վրա, որ ժողովուրդը հորինեց կամ այն փոքրիկ հետազոտությունների վրա, որոնք դրանց բարդությունների մասին թվարկեցինք, հավատացած եղեք, նույնիսկ հասարակ ջերմիչեցնող ցանկացած պրեպարատի ներդիր թերթիկում դուք կարող եք կարդալ այնպիսի կողմնակի էֆեկտներ, որոնց մասին երբևիցե չէիք կարող պատկերացնել, թեկուզ այդ նույն քաղցկեղները, թեկուզ այդ նույն լյարդային անբավարարությունը
չափաբարություն, ենթաստամոքսային գեղձի խնդիրները։ Այդ պատճառով բժիշկը, երբ որ նշանակում է, հաշվի է առնում դեղորայքի ռիսկերը եւ օգուտները։ Եթե օգուտը գերազանցում է ռիսկին, բժիշկը որոշում է կայացնում նշանակել։ Եթե ռիսկերը գերազանցում են օգուտին, բնականաբար խոսք չի կարող գնալ պրեպարատի կիրառման մասին։ Իսկ այդ ռիսկերը ոչ մասնագետը չի կարողանա գնահատել։ Ուրեմն եկեք հասկանանք, թե ում համար է նախատեսված Օզեմպիկը, ինչ հիվանդությունների դեպքում եւ ինչ կլինի, եթե սովորական մարդ, ով ունի այդ հիվանդությունները, կիրառում է Օզեմպիկը եւ մյուսները հատուկ նիհարելու համար։ Տեսեք, Օզեմպիկը սեմագլյուտիդը GPP1-ի ագոնիստ է, այսինքն մեր աղիներում ընկճում է գլյուկոզայի ներծծումը։ Մեր աղիներում կա գլյուկագոնանման պեպտիդ, որը նույն համանման էֆեկտ ունի առողջ մարդու մոտ, երբ որ մենք ավելորդ շաքարներ կերանք, ինքը չի թողնում այդ ավելորդը ներծծվի, հա։ Իսկ եթե դիաբետով հիվանդ մարդու մոտ այդ շաքարները արագ են ներծծվում, ու գլյուկագոնանման պեպտիդ 1-ը, այս Օզեմպիկը, սեմագլյուտիդը դանդաղեցնում է, խանգարում է այդ գլյուկոզայի ներծծումը աղիներից, ու արդյունքում մենք չենք ունենում արյան մեջ շաքարի բարձր թվեր։ Այն նախատեսված է տիպ 2 շաքարային դիաբետով հիվանդների եւ ճարպակալում ունեցող հիվանդների համար։ Ճարպային հեպատոզի բուժման սխեմաներում էլ է օգտագործում, դա արդեն առանձին թեմա է։ Ինչ կլինի, եթե մարդ, ով ունի շաքարային դիաբետ եւ կամ ճարպակալում, կիրառում է այն մի քանի կիլոգրամ կորցնելու համար։ Եթե անհիմն օգտագործենք պրեպարատը, նախ ասեմ, որ պրեպարատ օգտագործելուց առաջ պարտադիր պետք է հետազոտվել վանաձև գեղձի սոնոգրաֆիան անհրաժեշտություն է, քանի որ որոշ փոքր հետազոտություններ կենդանիների վրա ցույց են տվել, որ հնարավոր է, որ վանաձև գեղձի կարցինոմաների պատճառ հանդիսանա դրա օգտագործումը։ Եթե ունենք սահմանային հանգույցներ, մոռանում ենք դրա մասին։ Պետք է ենթաստամոքսային գեղձի ֆունկցիան ստուգենք, որովհետև այն ունի կողմնակի ազդեցություն, կարող է առաջացնել պանկրեատիտ, ենթաստամոքսային գեղձի բորբոքում։ Պետք է պարտադիր ֆունկցիան ենք նայում, երիկամների ֆունկցիան ենք նայում, որպեսզի դեղը օգտագործելու ընթացքում այդ օրգաններում ունեցած շեղումները ել ավելի չխորանան։ Եվ արդեն նոր որոշում է կայացում ստանալ։ Իսկ եթե ավելորդ ճարպային զանգված չունեցող մարդը որոշում է կայացրել 2-3 կիլոգրամի համար ստանալ Օզեմպիկ, դա վատագույն գաղափարն էր, որ կարող էր ծնվել նրա ուղեղում, որովհետև կարող է մկանային զանգվածը քայքայվել այս դեպքում եւ մկանի կորուստի հաշվին լինի մեր քաշի կորուստը։ Իսկ դա կբերի հենաշարժիչ համակարգի խնդիրներին, կբերի մկանացավերին, կարող է նույնիսկ կոտրվածքների պատճառ հանդիսանալ։ Այդ պատճառով եկեք գրագետ լինենք այս հարցում։ Այնուամենայնիվ մարդիկ լսում են հրաշք պրեպարատի մասին, որ մեկ ներարկումով հնարավոր է կորցնեն կիլոգրամներ բավականին հեշտ տարբերակով եւ հարցնում անվնաս չափաբաժին գոյություն չունի եւ ինչ կլինի, երբ դադարեցնեն Օզեմպիկի կիրառումը։ Եթե Օզեմպիկը կիրառվում է նպատակային եւ ցուցումով, դա իրոք հրաշք միջոց է տվյալ պացիենտի համար։ Բայց հետազոտությունները ցույց տվեցին, որ Օզեմպիկի քաշ կորցնելու հատկությունը կարող է 6 ամսով սահմանափակվել։ Իսկ 6 ամսից հետո արդեն պլացեբո էֆեկտն է միանում, այսինքն զուտ ներշնչանքն է մնում։ Արդեն դեղորայքը որպես քաշ կորցնող պրեպարատ էլ չի ազդում։ Լավ։ Իսկ շաքարային դիաբետ ունեցողների շրջանում կարող ենք ընտրել թերապևտիկ դոզա տվյալ հիվանդին համապատասխան ու արդեն դա բժիշկը հիվանդի հետ արդեն կորոշի վարելու։ Իսկ Օզեմպիկը թողնելուց հետո, երբ հին սննդակարգով սնվեն, կիլոգրամները կվերադառնան։ Միանշանակ։ Օզեմպիկը դադարեցնելուց հետո, եթե մենք շարունակենք մեր հին կենսակերպը վարել, բնականաբար քաշը հետ կվերադառնա ու որոշ դեպքում նույնիսկ կրկնակի։ Բարեբախտաբար Օզեմպիկի երևի թե ամենալավ բանն այն է, որ այս դեղորայքը թանկարժեք է ու մարդիկ չեն կարող անհարկի ոնց որ ցանկացած սննդային հավելում են գնում, այդքան չեն կարողանում արագ ձեռք բերել այս պրեպարատները, երևի դա է, որ հետ է պահում, որ շատ մարդիկ սխալներ չանեն, թե չէ որ ավելի մատչելի լիներ, հաստատ բոլորը կօգտագործեին ան։ Բայց մենք ունենք, գոնե դուք ձեր պրակտիկայում ունեք օրինակներ, երբ մարդիկ ավելի լուրջ հիվանդություններով արդեն բուժում են տվյալ հիվանդությունը եւ ոչ թե մտածում քաշ կորցնելու մասին, ընդհատակյա մարդիկ կարողանում են գտնել ելքեր, ճանապարհներ ձեռք բերելու համար, ուրեմն ասենք կողմնակի ինչ ազդեցություն ունի նման ներարկումները, ինչ վտանգներ են առկա։ Եթե անհիմն օգտագործելու մասին է խոսքը գնում, այդ ասածս էր, որ հնարավոր է կողմնակի էֆեկտներից հնարավոր է ունենալ վանաձև գեղձի հանգույցներ չբացահայտված, ու այդ հանգույցների չարունակացում գնա, բայց դա էլ է հարաբերական։ Մարդիկ փնտրելով հրաշք միջոցներ հարցնում են մետֆորմինի մասին, հնարավոր է մետֆորմինով նիհարել, պատասխանենք։ Ես շատ կուզենամ, որ իմ ելույթով սահմանափակվի այս հարցը, բայց չեմ կարծում, որ կսահմանափակվի, բայց ասեմ, մետֆորմինը
չի կարող օգտագործվել ճարպակալման կամ քաշ նվազեցնելու համար։ Մեթֆորմինի միակ նպատակը բջիջների նկատմամբ ինսուլինի զգայունությունը վերականգնելն է։ Այսինքն այն ինսուլինառեզիստենտականություն բառը, որ հիմա շատ մոդայիկ է դառել ու շատ են օգտագործում, դրա կոռեկցումն է։ Մեթֆորմինը քաշի վրա ուղիղ կերպով չի ազդում։ Մարդիկ նախընտրում են բադեր, սննդային հավելումներ ընդունել, որքանով են սրանք օգնում, բժշկուհի ձեր փորձը ինչ է ցույց տալիս։ Սննդային հավելումները, ոնց որ ցանկացած դեղորայքները ոնց են անցնում հետազոտություններ, վերլուծություններ, փորձարկումներ, սննդային հավելումները զուրկ են այս փորձարկումներից, եթե արվում է շատ փոքրականակ խմբի վրա, ու մենք չենք կարող հասկանալ նրա իրական ազդեցությունը որն է, օգուտը որն է, վնասը վերջնական հաշվարկած չէ։ Շատ հաճախ սննդային հավելումների տուփի վրա կամ ներդիր թերթիկում գրված բաղադրությունը չի համապատասխանում սննդային հավելումի իրական բաղադրիչներին։ Այդ պատճառով մենք կարող ենք ունենալ այնպիսի կողմնակի էֆեկտներ, ինչպիսիք են տոքսիկ հեպատիտը, լյարդի լուրջ վնասումը։ Դրա համար պետք է միշտ խորհրդակցել բժշկի հետ, հասկանալու համար դա արդյոք պետք է քեզ, թե ոչ։ Ինչ կասեք թեյերի մասին, որոնք ազատ վաճառվում են դեղատներում տարիներ շարունակ, ինչ վտանգ այն իրենից ներկայացնում եւ ինչքանով է օգնում նիհարել։ Ես փորձնական նպատակով գնել էի դեղատնից թեյ, որ կարդամ բաղադրությունը եւ կարդացի նրա մեջ ընդհանրապես խոտաբույսեր էր, նիհարեցնող ուրձ, նանա մեջը իմբիր, ավելորդ հավելումներ չկար։ Եթե դրանք հենց այդ բույսերն են, դա օգուտ սпасել, հրաշք սпасել պետք չի։ Կարող է ինչ որ կերպով ախորժակը ընկճելու հատկություն ունեն, բայց որպես այդպեսին դրանք ուղիղ կերպով ճարպերի քայքայմանը չեն կարող նպաստել։ Ձեր նշած դեղաբույսերի օրինակով վնաս էլ առանձնապես չեն կարող հասցնել, բայց կան ավելի վատ տեսակները, եթե ուշադիր լինեն եւ չկարդան կամ բաղադրությունը կարող են այո քիմիական տարբեր հավելումներով վնասել առողջությանը։ Իրականում այդ նույն բույսերն էլ շատ մեծ կերպով կարող են վնասել, որովհետեւ եթե որոշակի նյութեր ենք վերցնում բույսից, ստանում են օրինակ դեղորայք, հա, այսինքն ասում են այդ ոնց է այս դեղորայքի մեջ նույն բաղադրիչն է ինչ որ բույսի մեջ, բայց դեղորայքի համար վերցվել է հատուկ դրա առանձին բաղադրիչը, ոչ թե ամբողջական բույսը, որի մեջ կան նաև շատ այլ նյութեր, որոնք հնարավոր է մի քանիսը իրար հետ կոռեկցելով ալերգիկ ռեակցիաների բերեն, երիկամների հետ խնդիրներ առաջացնեն։ Օրինակ նույն սպանախը, որ շատ են սիրում օգտագործել, երիկամաքարային հիվանդություն կարող է առաջացնել, պետք է դա էլ շատ զգուշ օգտագործել։ Այսինքն մի քանի անգամ մտածեք, մինչև կդիմեք այսպես հեշտ թվացող միջոցների օգնությանը, սրանով բավականին հեշտ կարող եք վնասել ձեր առողջությանը։ Դետոքս հյութերի մասին խոսենք, առաջարկը ծանոթ է բոլորին, ցավոք դա ամենուր է, հա, երբ բացում ես հեռախոսը կամ ամեն քայլափոխի առաջարկը լսում ես, սրանք օգնում են նիհարել, թե սա միֆ է։ Դետոքս հյութերը իրականում մեծ միֆ է, որովհետև մեր օրգանիզմը ունի հզոր դետոքս համակարգ՝ լյարդ, երիկամ, մաշկ։ Եթե մենք չխանգարենք մեր լյարդ, երիկամի, մաշկի գործունեությանը, մեր օրգանիզմն իր դետոքսի գործը կանի։ Իսկ դետոքս հյութերը անիմաստ են կիրառել։ Ինչու՞։ Նախ առաջին հերթին, եթե մենք միրգը մզեցինք, հյութը քամեցինք, նա դարձավ արդեն հեշտ յուրացվող ածխաջուր։ Չկա բջջանյութ, շաքարը արագ կներծծվի։ Մրգերը մենք քամելով թողնում ենք պարզ ածխաջրերը, հա, թող մեջը մի քանի վիտամին ավել լինի, բայց դա միրգ ուտելով էլ կարող ենք շատ հանգիստ ստանալ։ Իսկ դա չի կարող փոխարինել մեր հիմնական սննդընդունումներին եւ չի կարող հանգեցնել հրաշք միջոցների, հրաշք արդյունքների։ Ընդհակառակը շատ հնարավոր է, որ դետոքսի միջոցով մենք բարձրացնենք ստամոքսի թթվայնությունը, առաջացնենք գաստրոենտերոլոգիական խանգարումներ։ Իրականում բոլոր դետոքս երկրատև դետոքս հյութեր կիրառող բուժառուները կարող են փաստել այն մասին, որ իրենք հաճախ են դիմում գաստրոենտերոլոգների, որովհետև մարսողական խնդիրներ են առաջացել իրենց մոտ։ Սա էլ իրականություն է։ Ինչ կասեք նիհարեցնող մերսումների մասին, էսթետիկ բժշկական կենտրոններն են առաջարկում, բժիշկներն են խորհուրդ տալիս, օրինակ լիմֆոդրենաժային մերսումներ, սրանք արդյունավետ են, օգնում են նիհարել։ Դրանք լավ բան են, բայց դրանք չի կարելի սպորտին, չեն կարող սպորտին փոխարինել։ Կլավացնի լիմֆոդրենաժը, մաշկի արյան շրջանառությունը, մաշկի էլաստիկությունը կվերականգնվի ու կազատի ավելորդ լարվածությունից, բայց երբեք չի փոխարինի սպորտին։ Դրա համար պետք է, եթե ցանկանում եք կատարել լիմֆոդրենաժային մերսումներ, կատարեք, բայց մի մոռացեք սպորտի մասին։ Կան մարդիկ, ովքեր ասում են ամեն ինչ փորձել եմ, մեկ է չի օգնում եւ ի վերջո դիմում են ստամոքսի վիրահատությանը։ Վիրահատական ճանապարհով են փորձում լուծում գտնել։ Սա լուծում է։
Իրականում, որ ասում են ամեն ինչ փորձել եմ, չի օգնում, չի համապատասխանում իրականությանը։ Շատ ժամանակ իրենք սպասում են, որ արագ հասնեն արդյունքի, բայց ավելորդ քաշը ձեռք են բերում տարիների ընթացքում։ Չեն կարող դա 10 օրում կամ 1 ամսում կորցնել 20 տարվա ձեռքբերումը։ Պետք է դանդաղ առողջ կերպով քաշ նվազեցնենք։ Բարիատրիկ վիրահատության դիմ ցուցումներ ուղղակի կան, երբ որ բարձր սիրտանոթային ռիսկեր ունենք, երբ որ ճարպակալումն այնքան է, որ մարդու տեղաշարժման համար խնդիր է, կյանքի որակի համար խնդիր է, ու մարդը չի կարող սպասել, որ դանդաղ կերպով քաշ նվազեցնի, կարող է ուղղորդվել բարիատրիկ վիրահատության։ Բայց էլի դա էլ ունի իր ռիսկերը, իր ցուցումները եւ հետվիրահատական շրջանի բարդությունները, հնարավոր է վիրահատությունից մի քանի տարի անց մենք նորից որոշենք, որ էլի մեր շատագերությունը հետ է գալու մեզ մոտ ու էլի կամած սկսենք արագ քաշ հավաքել։ Փաստորեն առողջ նիհարելու միակ տարբերակը բալանսավորված սնունդն է, սննդակարգը եւ բոլոր այս միջոցները, նիհարեցնող ներարկումները, սննդային հավելումներ եւ մյուսները թեյերը, դրանք ախորժակը փակելու էֆեկտով փորձում են օգնել մեզ այդ ավելորդ կիլոգրամները, ավելորդ կալորիաները պարզապես չընդունել։ Հետևաբար հարց, ինչպես առողջ ճանապարհով փակել ախորժակը։ Կան սննդամթերքներ, որոնք կօգնեն մեզ այս հարցում։ Այո, կան սննդամթերքներ, որոնք ունեն բարձր հագեցվածության ինդեքս։ Նույն մեր կարտոֆիլը, որ միֆեր է բտտվում, որ կարտոֆիլը չաղացնող է, կարտոֆիլը, այո։ Այդպես չէ։ Կարտոֆիլը ունի շատ ցածր կալորիականություն եւ ունի բարձր հագեցվածության ինդեքս։ Այսինքն մեկ ամբողջական խաշած կարտոֆիլ ուտող մարդը կարող է օրվա ընթացքում այլևս քաղցի պահանջ չզգալ։ Հա, դե բարձր մի կարտոֆիլով չի բավարարվելու, դրա հետ բալանս ենք բերում այլ բանջարեղեն, մսամթերք, սպիտակուցներ։ Բայց կարտոֆիլը տալիս է հագեցվածության զգացողություն։ Տալիս է ու շատ լավ է տալիս։ Մրգերից բանանը, եթե մենք միջուտեստ որպես ընտրում ենք, օրինակ խնձոր, նարինջ կամ այլ ցիտրուսներ, դրանք ավելի են բերում, որ քաղցը սրանա մեզ մոտ։ Բայց եթե ընտրում ենք բանան, օրինակ կաթնաշորով ինչ որ բանանով միջուտեստ ենք պատրաստում, այդ դեպքում հագեցվածության զգացողությունը կարող է երկար ուղեկցել մեզ, ու մենք քիչ նպաստի նրան, որ մենք հաջորդ սննդում ավելի քիչ կազմակերպենք, ավելի քիչ ընդունենք։ Կտավատի սերմերը։ Կտավատի սերմերը, չիայի սերմերը, բոլոր սերմերը ընդեղենը ունեն բարձր հագեցվածություն տալու ունակություն։ Նաև սպիտակուցները, չմոռանանք սպիտակուցների մասին։ Սպիտակուցների մասին չենք մոռանում, որովհետև սպիտակուցները շատ սպիտակուց օգտագործող մարդը ավելորդ պարզածխաճրի կարիք չի ունենում։ Եթե ունենում էլ է, իր հաճույքի համար մի փոքր կտորը բավականացնում է իրեն։ Այո, խոսենք նաև այն մթերքների մասին, որոնք օգնում են բարելավում օրգանիզմի նյութափոխանակությունը, օրինակ լիմոնը, նեխուրը, իմբիրը, սրանք կարող են օգնել։ Դրանք հրաշք միջոցներ չեն։ Դրանք կարող ենք օգտագործել ոնց որ մնացած միջոցները չափի մեջ, եթե մենք սիրում ենք, կարող ենք հանգիստ օգտագործել, բայց ստիպելով, որ ինչ որ սմուզիներ են սարքում նեխուրով, սխտորով, լիմոնով, դրանից հրաշք արդյունք սպասել պետք չի ու դա ինձ թվում է հաճելի էլ չի օգտագործման համար։ Բերբերինի մասին օգնում է ազատվել կիլոգրամներից եւ որտեղ գտնել այն։ Տեսեք, բերբերինի վերաբերյալ շատ հետազոտություններ կան արված, գտան, որ դրա էֆեկտը համանման է մեթֆորմինի էֆեկտին որոշ չափով։ Կարճ ժամանակով դա կարող է տալ ինչ-որ ցանկալի արդյունք, բայց երկարատև կիրառման ընթացքում դա եւս կկորցնի իր արդյունքը, իր էֆեկտիվությունը, միևնույնն է, էլի եկանք այն եզրահանգման, որ առողջ ու բալանսավորված սննդակարգ պետք է օգտագործենք։ Կախարդական փայտիկ չկա։ Կախարդական փայտիկը մենք ենք ու մեր ձեռքերում է կախարդական փայտիկը, այդպես ասենք։ Այո, եւ այն բալանսավորված սննդակարգի մեջ է։ Չենք մոռանում, որ բոլոր վիտամինները եւ միկրոէլեմենտները հարկավոր են մեզ, չենք հրաժարվում ածխաջրերից, խոսքը բարդ ածխաջրերի մասին է, ճարպերից, որոնք մեզ չեն գիրացնի, եթե լինեն քիչ քանակությամբ, բայց լինեն անպայման սննդակարգում, եւ սպիտակուցները, որոնք օգնում են ինչպես հագեցվածության զգացողություն ապահովել, այնպես էլ ունենալ երիտասարդ տեսք։ Շնորհակալություն բժշկուհի կարևոր ինֆորմացիայի համար, հերքեցինք միֆերը եւ եկանք եզրահանգման, որ իրականությունը մեկն է։ Առողջ սննդակարգը, ապրելակերպը, սպորտը եւ առողջ քունը նույնպես պակաս կարևոր չէ գեղեցիկ արտաքին ունենալու համար եւ ազատվելու ավելորդ կիլոգրամներից։ Դուք դիտում եք միֆեր առողջության մասին հաղորդումը, մենք զրուցում ենք էնդոկրինոլոգ Ագնեսա Ավետիքյանի հետ։ Շնորհակալություն նաեւ Յասաման ռեստորանին, ընկերական ջերմ հանդիպումների լավագույն հավաքատեղի։ Համեցեք Յասաման Երևանում, Ծաղկաձորում եւ Սևանում։ Մինչ հանդիպում։